խոսել այս մասին, որ Աստծո տան մեջ աշխատող իմ քույրերս եւ եղբայրներս դուք բոլորդ ուզում եք տեսնեք ձեր աշխատանքի պտուղը, այն պտուղը, որի համար տարիներ շարունակ չարչարվում եք Հիսուսի անունով, Հիսուսի սիրով լցված պատանիների եւ մանուկների սովորացնում եք Աստծո ճանապարհը եւ սպասում եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, թե երբ պիտի Աստված նրանց աճեցնի։ Ուրիշ է ջուր տվողը, ուրիշ է տնկողը, բայց աճեցնողը Տերն է։ Բայց մեզ յուրաքանչյուրիս համար ինձանից սկսած Աստծո տան մեջ ծառայողներս, որ ամենահետիններս եւ ամենանվաստներս ենք, ուզում ենք տեսնենք Հիսուս Քրիստոսով Աստծո հրաշքները այն պատանիների եւ մանուկների կյանքում, որոնց հետ որ զբաղվում ենք։ Եվ դրա համար ձեզ գոտե պնդելու եւ ինձ գոտե պնդելու համար ուզում եմ կարդալ Առակաց 24:11 գրված այսպես. Ազատիր մահվան տարվողներին եւ դեպի սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։ Ես ամիսներ առաջ այս համարը կարդացի, այս համարը որ կարդացի գրեցի Աստվածաշնչի առաջի էջի վրա իմ, որտեղ ինձ շատ է պետք եւ ձեզ էլ է պետք, որ ամեն մեկը ձեր գործի մեջ մանկական եւ պատանեկան ծառայության մեջ դուք այս համարը ձեր սրտի մեջ պահելով որպես ջահ գնաք առաջ, որ մահվան տարվողներին եւ սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ չխնայեք։ Դուք գիտեք եւ տեսնում եք եւ զգում եք, որ մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում։ Մենք ահավոր ու չլսված օրեր ենք ապրում եւ Սատանան ամեն ինչ անում է, որ եկեղեցու մեջից իր կարշելի թաթով մեկին է կուլ տա։ Թաթով քաշի եւ իր երախի մեջ բոլորին կուլ տա, սրա նրա նպատակն է։ Բայց Սուրբ Գիրքը ինձ ու քեզ հորդորում է, որ ես ու դու համաձայն ենք գնալու այս մեծ գործին, ազատելու Հիսուսի անունով մահվան տարվողներին եւ դեպի սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ չխնայելու։ Ես ուզում եմ, որ ես ու դու իմ քույրս եւ եղբայրս մեր սրտերի մեջ դնենք եւ մենք մեր ժամանակը, մեր առողջությունը, մեր ապրած կյանքը, մեր ամենալավ օրերը նվիրենք այն երեխաներին եւ պատանիներին, որոնց Աստված մեզ տվել է։ Եվ ես հավատում եմ այն եղբայր քույրերը, ովքեր որ լացելով օր ու գիշեր ցանում են այդ երեխաների եւ պատանիների համար, ովքեր որ սպասում են նրանց աղաղակին Քրիստոսով լսելու, Աստված նրանց կտա տեսնել այդ պտուղները փառք Հիսուսին։ Եվ ինչպես Սատու Սունթարն ասում աշխարհի ամենամեծ հրաշքը նա էր, որ Հիսուսը փրկեց ինձ մեղավորից։ Դուք կարող եք տեսնել քույրերի աչքերը բացված մեռելներին վազելուց, կաղերին վազելուց, վերջը հարություն առածների, բայց երբ որ տեսնում ես մի մարդ Սատանայի գերությունից Աստծուն է դառնում, եւ այդ անպատանին է, որ տարիներ շարունակ դու աշխատել ես, դրանից մեծ հրաշք աշխարհում չկա։ Եվ Սատու Սունթարն ասում է, սա է ամենամեծ հրաշքը, որ Աստված փրկեց ինձ ամենամեծ մեղավորին փառք Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս նույն բանն արել է Հիսուսը իր օրինակով։ Ղուկաս ավետարան 8-րդ գլխի 25 համարում գրված է, որ Հիսուս Քրիստոսը Գերգեսացիների երկիրը մտավ։ Ես հավատում եմ, որ Հիսուսը ոչ միտեղ անուղակի ոտքը չի դրել։ Հիսուսը ոչ միտեղ պարզապես մի խոսք չի ասել, եւ նրա բոլոր խոսքերը եղել են իմաստով, եւ նրա բոլոր քայլերը եղել են բացարձակ իմաստով։ Եվ ես վստահ եմ, որ Հիսուսը գիտեր, որ այդտեղ մեկը կա, որ սպանվելու է տարվում, եւ այդտեղ մեկը կա, որին Սատանան արդեն լուծել էր հարցերը։ Եվ գրված է, որ այդտեղ Լեգիոն անունով դիվահար կար, որին Սատանան տարիներ շարունակ կապել էր։ Մարդիկ նրան շղթաներով են կապել, նա կապերը քանդել էր, գերեզմաններում էր տարվում, իրեն ծեծում էր եւ շատ անգամ փորձել է իրան վերացնել։ Միգուցե որ նայես, ասես, այս մարդու կյանքի մեջ հաջողվեց Սատանայի գործը, նա այլևս չկա, կործանման ենթակա է։ Բայց Հիսուս Քրիստոս ոչինչ չխնայեց, որպեսզի Լեգիոնին հանդիպեր։ Եվ շարունակությունը չեմ ուզում կարդալ, իմ ու քո համար էսի պետքա մեծ օրինակ լինի, որ ամենավատ վիճակի մեջ գտնվող մանուկը եւ պատանին Քրիստոսով կարա հարություն առնի։ Եվ եթե շատ շատերին այսօր Սատանան գողացել է եւ նրանք այլևս չկան,
Սուրբ Գիրքն ասում է, որ պիտի սպասես եւ ոչինչ չխնայես։ Եվ ես ուզում եմ Սաղմոսից 82-րդ Սաղմոս 4 համարը կարդալ եւ սա մեզ պահենք մեր սրտերի մեջ, գրված էսպես. Փրկեցեք աղքատին եւ խեղճին, ազատեցեք ամբարիշտների ձեռքիցը։ Այս կարևոր գործը, որ Տերը տվել է, մեզ հակառակորդը ուզում է թուլացնել, մեր ձեռքերը իջացնել եւ ասում է, որտեղ են այն մանուկները, որոնց սովորեցրեցիր, որտեղ են այն պատանիները, որոնց Հիսուսի մասին պատմեցիր, որտեղ են նրանք։ Եվ շատ քույր եղբայրներ իրանց սրտերի մեջ մոռացել են այդ անունները եւ ասում են նրանք էլ չկան, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ այդ անունները մի չնջիր քո աղոթքներից եւ շարունակիր նրանց համար աղոթել, շարունակիր աղոթել այն մանուկի համար, ով արդեն պատանի եւ երիտասարդ դառը փախե անհավատի հետ, շարունակի աղոթել այն պատանի եղբոր համար, ով այսօր նարկոտիկի ազդեցությամբ, ալկոհոլի ազդեցությամբ բանտերում նստած, շարունակիր աղոթել, որտեղ Հիսուսը լեգիոնի համար գնաց մինչև վերջ եւ գնաց, որ հանդիպեր լեգիոն։ Ես ուզում եմ մի բան պատմել իմ կյանքից։ Մեր պատանիներից մեկը Երևանից ասեց Սամվել աղբեր կգաս մեր տուն, ես իրան չմերժեցի։ Ինքը նոր քայլեր անում դեպի Հիսուսին։ Ես շատ անգամ եմ հուսահատվել, ես խոստովանում եմ, շատ անգամ եմ փորձել սատանան իմ թևերը իջացնի, բայց նորից Քրիստոս վերաբարձրացրել։ Փրկողը ես եմ, ազատողը ես եմ, դու ցանի եւ չգիտես թե երբ կաչի, բայց դու ցանի։ Եվ ես գնացի այդ պատանուտուն եւ իր մայրը մանուկներով զբաղվող անուշ քույրիկ էր, շատ անուշ քույրիկ, մոտեցավ ասեց, գիտես, ես Աստծուց այնքան շնորհակալ եմ, որ Աստված դրել է եղբայրների սրտին իմ տղայի համար հոգս են անում։ Ասեց ես ժամանակին եւ հիմա էլ ինքը մանուկներով զբաղվող, ասեց բյուրականի ճամբարում 7 տարեկանների խումբ ունեի եւ այդ խմբի հետ նկարվել եմ։ Ես ուզում եմ իմանամ, քանի որ դու Էջմիածնից իմանամ այդ երեխեքից մնացել են թե չեն մնացել։ Ես ասի քուր ջան, ես չգիտեմ քեզ, չեմ ճանաչում եւ չեմ անում ովքեր են մնացել։ Ասեց իրանց մեջ մի տղա կար, անկարգ, չար, ծառերն էր բարձրանում։ Ասեց ես իմ սպասավորին ասում եմ, ես ես չեմ կարա ծառայեմ։ Եվ ասում եմ, ես թողեմ այդ համտուն, իմ սպասավորն ասում էր, չգիտես, Աստված իր հետ ինչ կողս կանի։ Ասում եմ, ես մի անգամ լացեցի, ասի Տեր Աստված էլ չեմ կարողանում, վերջը Տեր Աստված Հիսուս իրան ուժ ա տվել։ Մեկ էլ բերեց նկար, ասեց ես ունեմ այդ երեխեքի նկարները, դու կճանաչես։ Ես որ վերցրեցի այդ նկարին, ասեց այս տղան ինքն է։ Ես նայեցի, ասեցի ես եմ։ Ես ասի այ քուրչան, էսի իմ նկարն է։ Ասեց միթե այսքան տարիներ հետո ես տեսա իմ աշխատանքի պտուղը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինքը տղա ունի, իր տղեն լուրջ դժվարությունների մեջ էր, Աստված իր պտուղին հանեց, որ իր տղուն ողորմություն անի։ Մենք չենք Հիսուսն անում, բայց մենք պիտի անենք։ Այս հրաշալի գործի մեջ Տերը մեզ տվել է, միայն թե մենք մեր ձեռքերը չկախենք։ Եվ շատ անգամ սատանան քեզ կհամոզի, ուր են այն մանուկները, ուր են այն պատանիները, որտեղ են նրանք, թող էսի քո բանը չի, բայց Սուրբ Գիրքն ասում է ոչինչ չխնայես, այդ անունները քո աղոթքի մեջ չջնջես։ Եվ ես ուզում եմ մի վկայություն էլ տալ, այդ եղբայրը հիմա ծառայում է եղնիկներում, շատ օրհնյալ հավատացյալ Քրիստոսին սիրող կյանքով ծառայում է, եւ երբ որ մենք եղբայրների հետ այդտեղ պատանեկան ծառայություն էինք անում, այս եղբայրը ամեն ձևով ծիծաղում էր, ծաղրում էր, ոնց փորձեցի մտերմանալ, ոչինչ չէր ստացվում, ծիծաղում, ծաղրում, հետո բարձրեց շատ ծանր կյանքով, մեղքի կյանքով ապրում։ Վերջը մի տարի շարունակ ես վերցնում եմ հեռախոսը եւ ներքին մի ձայն, Աստծո ձայնը, ես հետո հասկացա, որ Տերն ինձ առաջնորդել ու պահել, ասում էր գրի իրան ասա, որ ես իրան սիրում եմ։ Ես ասում եմ Տեր Աստված, ախր ինքը չի պատասխանում, ախր ինքը չի ուզում։ Եվ շատ պատճառաբանություններ նորից գրի։ Մի անգամ ես իրան հրավիրեցի, ասի արի Երևանում մի տեղ տեսնենք իրար, տեսնենք, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Ասես դու նորից նույն բանը պիտի ասես։ Այո, ասի, ես ուզում քեզ կարևոր բան ասեմ, որ քեզ Հիսուսը սիրում է։ Հետո ինքը չմերժեց, եկավ այդ առավոտը եկավ հանդիպման խմած վիճակում,
Ինա դու խմել էր, որ տեսներ ինձի, որ ես հիասթափեի, ու ասեր դե տենում ես, ինձանից էլ հույս չկա, թող ինձ ազատ ապրեմ։ Ես եկա տունած Տեր Աստված, դու կարաս հրաշք անես, ես սկսեցի հավատալ խորը։ Ու սիրելի Աստծո ժողովուրդ, անցավ 1 ամիս ես նորից ճամբարում տեսա իրան։ Ինքը նորից վատ, նորից ծանր մեղքերի մեջ, եւ սատանան այնպես էր կուրացրել։ Ես ասեցի ինչի եմ հանդիպել նորից իրան, հետո ճամբարը վերջացավ։ 2 օր հետո իմ հեռախոսի զանգ եկավ, անծանոթ համար էր, վերցրեցի մեկ էլ տեսնեմ 17 տարեկան մի տղայի հեկեգոց լսում։ Ասի ով է, ասեց Սամվել ախպեր Հիսուսը ինչ քաղցրա։ Ասի ով, ասեց Գևորգն է, ես այսօր հանդիպել եմ Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան պատանի ներկա, որոնց վրա մենք խաչ ենք քաշել, բայց նրանց համար Հիսուսը սպասում է, եւ ուզում է քո սրտի ու իմ սրտի մեջ մենք այդ անունները չջնջենք, փախել է, գնացել է, բանտերում են նստած, մոռացվել են ինչքան մանուկներ պատաններ կան, որ ձեր աղոթքներով նորից պիտի ծիրառնեն, եւ հոբի մեջ համարկա գրված, եթե ծառ արմատից չորացած լինի, բայց ջրի հոտը եթե առնի նորից պիտի կենթանանա, այդ ջրի հոտը իմ ու քո աղոթքներով պիտի գա այդ երեխեքին, դրա համար թող ձեր ձեռքերը չթուլանան, աղոթքի պատերազմի մեջ այն բոլոր հոգիների, որ Աստված տվել է ձեզ մշակելու, քաջացեք եւ զորացեք Հիսուսով, Աստված է, որ կարող է կենթանացնել ամեն